Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հանրապետության գլխավոր դատախազն ու պաշտպանության նախարարը ամփոփել են զինվորական դատախազության անցյալ տարվա աշխատանքը։ 2024 թվականի ընթացքում զինված ուժերում զոհվել, մահացել է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում 27 զինծառայող։ Հակառակորդի կողմից 4, սպանության հետևանքով 5, ինքնասպանությունից 7, ճանապարհատրանսպորտային պատահար 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում 1, ավիավթար 2, հիվանդություն 3, իսկ ծառայության հետ կապված հանգամանքներում 13 զինծառայող է մահացել։ Վարդանյանը պիտի զգա, որ հայ ժողովուրդը գնահատում է իրեն որպես մեր ժամանակների լավագույն հայորդին։ Ազատության հրապարակում հացադուլում գտնվող Ռուբեն Վարդանյանի թիմակից Մանեթ Հանդիլյանն է հայտարարել, կոչ արել քաղաքական, հասարակական, հանրային գործիչներին հրապարակային խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Բաքվի բանտում այսօր ամեն օր իր առողջությունը զոհաբերում Բաքվի բանդի դատավարության գործընթացներին, ապօրինի գործընթացներին եւ մեր անգործության հետևանքով ցավոք սրտի նա այնտեղ ստիպված է դիմել միջոցների եւ մեր խնդրանքը իրեն պիտի ցույց տա, որ մենք սպասում ենք իրեն Հայաստան։ Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին եւ նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների ներկայդրության վրա։ Հակակոռուպցիոն հասարակական ասոցիացիան Թափանցիկություն Ադրբեջան, որը հանդես է գալիս որպես Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղ կլուծարվի։ Ադրբեջանի իշխանությունները Transparency International-ին մեղադրել են կողմնակալ, ոչ համապարփակ ուսումնասիրված դիրքորոշում ցուցադրելու համար։ Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ, այս մասին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի պլանավորումը կբխի մեր ընդհանուր շահերից, ասել է Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով Եվրամիության կողմից կազմակերպված համախոհ առաջնորդների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ Նրա խոսքով Թուրքիայի դուրս մնալը Եվրամիության պաշտպանական եւ վերակառուցման ծրագրերից անհիմն է եւ անընդունելի։ Իսրայելը ներգրաված է Ամերիկայի հետ շարունակական քննարկումների մեջ Իսրայելի, Ադրբեջանի եւ Ամերիկայի միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հայտարարությունը հնչել է ի պատասխան Կնեսետի լիագումար նիստում ՇԱՍ կուսակցության падգամավոր Շիմոն Մոշեաշվիլիի կողմից ներկայացված միջնորդությանը։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքի արդիականացում թեմայով քննարկման ժամանակ Իսրայելի վարչապետի գրասենյակն ընդգծել է, որ Ադրբեջանը Իսրայելի կարևոր ռազմավարական դաշնակիցն է Կովկասյան տարածաշրջանում, հարաբերություններով, որոնք ներառում են համագործակցություն անվտանգության, առևտրի, տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում։ Առանց խաղաղ մերձավոր արևելքի աշխարհում խաղաղության մասին խոսք լինել չի կարող, պետք է Պաղեստին անկախ պետություն ստեղծվի, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունն առաջնահերթություն տա Պաղեստին պետության ստեղծմանը։ Սա է Պաղեստինի եւ Իսրայելի, արաբների եւ հրեաների միջև իրական խաղաղության եւ ներդաշնակության երաշխիքը, նշել է նա։ Բրյուսելում Եվրամիության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեղեկացնելով, որ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը, նաև հավելել է, որ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այլև առաջարկում է, թե որոնք կարող են լինել այդ քայլերը։ Ուկրաինայի առաջնորդի դիտարկմամբ բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանն ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Դա կարելի է հաստատել հետևյալ ձևերով՝ ոչ մի հարձակում էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հաջորդը կրակի դադարեցում Սև ծովի ավազանում։ Վստահության հաստատման միջոց կարող է լինել գերիների ազատ արձակումը, հայտարարել է Զելենսկին։ Ֆրանսիան արձակել է ռազմական դիտարկման արբանյակ։ Սա մեծ քայլ է Ֆրանսիայի եւ եվրոպական ինքնիշխանության համար, պաշտպանության եւ արդյունաբերության ոլորտում, ասել է Էմանուել Մակրոնը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, որը 21 օր արդեն գտնվում է Հռոմի հիվանդանոցում եւ բուժում է ստանում երկկողմանի թոքաբոր բիդեում, այս ընթացքում առաջին անգամ աուդիո ուղերձով դիմել է հավատացյալներին։ Իր ապաքինման համար աղոթողներին հայտնում է Վատիկան Նյուզը։ Նա իր երախտիկի խոսքն է հայտնել բոլոր մտահոգվածներին։ Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես գտնվելով այստեղ ձեզ հետ եմ, թող Աստված օրհնի ձեզ եւ Սուրբ Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն, ասել է Պոնտիֆիկոսը իսպաներեն։ Ուղերձը հեռարձակվել է Սուրբ Պետրոսի հրապարակում առավոտյան աղոթքի ժամանակ։ Մաթի 7 նավակայանում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել աշխատակցուհուն։ Միջադեպը տեղի է ունեցել ներքին թռիչքների տերմինալում։ Տղամարդը հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերը, բռնել է աշխատակցուհու մազերից եւ սկսել դանակով սպառնալ։ 7 րոպե անց նրան վնասազերծել են։ Տղամարդը Tiffany & Co խանութից $729,000 արժողությամբ ադամանդե ականջողեր է գողացել եւ կուլ տվել։ Ոստիկանները հանցագործին բռնել են, սակայն խուզարկության ժամանակ ականջողերը չեն գտել։ Միայն իր հարցից հետո, թե արդյոք կարող են մեղադրանք առաջադրել որովայնի պարունակության համար, ոստիկանները հասկացել են ողջ եղելությունը։ Բրազիլիայի ամենամեծ քաղաքում Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է ավանդական կառնավալը։ Ռիոյի սամբայի լավագույն դպրոցները մասնակցում են ամենամյա շքերթին, որն անցկացվում է մարզադաշտում, հայտնի որպես Սամբադրոմ։ Այն եղել է շքերթի անցկացման վայրը 1980-ականներից ի վեր եւ հանդիսանում է Բրազիլիայի կառնավալային տոնակատարությունների խորհրդանիշը։ Քաղաքի լավագույն սամբայի դպրոցները պայքարում են շքերթի չեմպիոնի կոչման համար։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեթրակյանը ուղերձ է հղել։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ուղևորներին, որոնց առօրյայի անբաժանելի մասն է մետրոպոլիտենը։ Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը։ Ձեր ներկայությունն է, որ այս համակարգը դարձնում է կենթանի, շարունակական եւ կարեւորում ենք, որ դուք գնահատում եք ձեր ընտրությունը եւ մաղթում ենք ձեզ հաճելի ուղևորություն։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկել է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21։ Իմ կարծիքով մենք պետք է հայտարարենք, որ մինչև 21 տարեկան արգելվում է զորանոցների տարածքներում, համալսարանների տարածքներում արգելվում է ընդհանրապես վաճառքը, տալը, ընտանիքները չեն կարող բերել ծխախոտի օգտագործումը շատ վատ ազդեցություն ունի համ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, համ սոցիալական տեսանկյունից։ Մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում, իրարից են ուզում սիգարետ ծխելու հատուկ վայրեր կան, այնտեղ զրույցներ են տարբեր տեսակի տեղի ունենում։ Ես որպես զինծառայող նաև առնչվել եմ այնպիսի իրավիճակների հետ, երբ որ շատերը իմ զինծառայող ընկերներից չծխող եկել են բանակ եւ այդ վարակիչ վատ սովորույթը վերցրել են եւ ծխող վերադարձել են իրենց ընտանիքները, հասարակություն եւ իհարկե նույնը վերաբերվում է նաեւ համալսարաններին։ Մենք նաեւ նույնիսկ 90-ականների վերջերին 2000-ականների սկզբներին իրավիճակ ունեինք, որ հատիկով սիգարետ էին վաճառում, որովհետեւ երիտասարդները, ովքեր չէին կարողանում, չէին աշխատում, չէին կարողանում իրենց թույլ տալ տուփով առնել, ասենք մեր համալսարանում կարգնում հատիկով էին առնում սիգարետը մի քան 10-20 դրամ, վճարում էին 30 դրամ, բայց դա նույնպես բերում էր սիգարետի այդ վատ սովորույթի տարածման։ Էլեկտրամոբիլները անվճար, այսինքն առանց մաքսատուրքի Հայաստան բերելու քվոտան դեռ չի սպառվել, թեպետ 2025-ի համար կառավարության սահմանած 8000-ից այս տարվա 3 ամսում արդեն 5466 հատ, այլ կերպ ավելի քան 68%-ը արդեն ներմուծվել է։ Անվճար ներմուծման հնարավորություն թողնելով միայն եւս մոտ 2530-ի համար։ Գործադիրը, հիշենք, բաժանումն այս կերպ արել էր 5000 հատ ֆիզիկական անձինք շարքային քաղաքացիներ, 3000 հատ անմիջապես ավտոարտադրողի հետ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող սուբյեկտներ, կազմակերպություններ։ Խնդիրը այնքանով է, որ խալ բաշխում են արել, մեկ, այսինքն դիլերներին, պաշտոնական ներկայացուցիչներին տվել են շատ քվոտա, որը որ իրենք այդքան չեն բերում։ Այստեղ թվային տվյալներ պետեկամուտների կոմիտեից հաղորդում են, որ այս տարվա 3 ամսում 4818 էլեկտրամոբիլ առանց մաքսատուրքի ներմուծել են շարքային քաղաքացիները, սպառելով իրենց ընդհանուր թույլատրելի ավելի քան 96.4% հնարավորությունը, իսկ ավտոարտադրողի հետ պայմանագիր ունեցող կազմակերպությունները հասու 3000-ից միայն 466 մեքենա են բերել, ինչը հաշվեկշռի միայն 15.5%-ն է։
Անցնող օրերին այս թվերը օրակարգային քննարկումների առանցքում էին, դրանց գոնե երկրորդ մասով, այսինքն կազմակերպությունների ներմուծած միայն 466 հատին, անգամ խորհրդարանի իշխանական պատգամավորներից ոմանք չեն հավատում, անուղղակիորեն հաստատելով շրջանառվող այն վարկածը, թե դիլերները չեն օգտվել իրենց քվոտայից, փոխարենը ֆիզիկական անձի կարգավիճակով սպառել մյուս բաժինը։ Այն ամեն մեկը որտեղից դուրս ագալ իրան ասում է դիլերը ինքը դիլեր չի։ Պաշտոնական ներկայացուցիչները գործում են պայմանագրով արտադրողի հետ։ Արտադրողը ինվոյս չի դուրս բերում ինչ որ ֆիզիկական անձի անունով։ Այսինքն այդ մեքենան որ եկավ արդեն այդ ինվոյսը մեքենայի դուրսագծում արտադրողի ներկայացուցիչի անունով չի կարող դուրս գրվել Պողոսի Պետրոսի Կիրակոսի անունով։ Հնարավոր չէ։ Հնարավոր է։ Ինքը ոնց որ գործը կա, պատվերը կա, հաճախորդի անունով է բերում, ու այդին գնում է արդեն ֆիզանդի քվոտայի տակ, ոչ միտեղ իր ֆիրման չի երևում, որ ինքը ավտո է բերել։ Դիլերներն ի դեպ այս ամիսների ընթացքում ընդամենը 460 էլեկտրամոբիլ ներմուծելու իրենց հիմնավորումն էլ ունեն համաշխարհային ավտոարտադրության եւ դիլերական աշխատանքի առանձնահատկությունն է պատվերի, ավտոմեքենայի արտադրման եւ մատակարարման առնվազն 4-ամյա ցիկլ է, մինչդեռ ցանկացած այլ տնտեսվարող իրավաբանական թե ֆիզիկական անձ կարող է պարզապես գնել պատրաստի ավտոմեքենա։ Վարդենիսի դիահերձարանի դռները փակել են համայնքի ավելի քան 40,000 բնակիչները հիմա ստիպված են ամենամոտ պաթանատոմիական լաբորատորիա հասնելու համար մոտ 70 կիլոմետր ճանապարհ անցնել։ Հարցը խորհրդարան են ուղարկել։ Ինչու՞։ Առողջապահության նախարարը պարզաբանում է, բարեփոխումների պահանջից է բխում եւ առհասարակ որոշ բուժ ծառայություններ, այո, նաեւ կարող են լինել համայնքներից հեռու, քանի որ բուժ սպասարկումն էլ ծավալներ ու ընդգրկման շարավիղ ունի։ Ըստ այդմ է որոշվելու, թե որ օգնությունը որտեղ ցուցաբերել համայնքում, կենտրոնում թե մայրաքաղաքում նախարարությունը քարտեզագրում է եւ ըստ դրա էլ անելու է իր ներդրումները։ Մենք այս հարցով էլ ուրեմն տվել ենք լուծումը նրանով, որ Վարդենիսի, Մեղրիի եւ ելի մի քանի բնակավայրերի համար, որտեղ որ մոտ դիահերձարանը տվյալ համայնքում չի, ապա պետությունը փոխհատուցում է նաեւ այդ տեղափոխման եւ մնացած ծախսեր։ Ոնց է պատկերացնում 70 կիլոմետր մարդ մահացածի մարմինը պետք է տեղափոխի այլ համայնք հերձելու, դա միայն ֆինանսական խնդիր չէ։ 40,000-ը բնակչության թիվ է։ Դա մեծ թիվ չէ, որտեղ դիահերձարան պետք է ունենա, ես չեմ հասկանում։ Որևէ սանիտարական կամ այլ խնդիր չկա այստեղ, նաև դիահերձումը կազմակերպելու այլ բնակավայրում։ Այն, որ սանիտարահամաճարակային խնդիրներ կան, առողջապահության փորձագետը միանգամից է նշում, բայց նաև համոզված է, պաթանատոմիական լաբորատորիաներին առնչվող խնդիրը մեր երկրում նույնիսկ ձևակերպված չէ։ Որպես իրավունք ունենած տեղափոխում անես, անվճար տեղափոխում անես, պետական պատվերով տեղափոխում անես, այսինքն փող չտաս դրա համար։ Այդ գումար չտալու համար պետք է ինքը պաթանատոմիական չլինի, պետք է լինի դատաբժշկական։ Այսինքն այդտեղ ինչ որ խնդիրներ են տեսնել, դատաբժշկական գործընկերություն են անում։ Մարդկանց համար շատ կարևոր է, որ հարմարավետություն լինի, հասանելիության խնդիր պետք է լուծվի։ Իսկ այստեղ հասանելիության խնդիրը մենք դնում ենք այլ հարթակի վրա։ Առանց այդ էլ բարդ հոգեվիճակում գտնվողների առջև պետությունն այսպես ընդամենը բյուրոկրատական ու տեխնիկական հավելյալ խնդիրներ է դնում, հավելում է մասնագետը, ընդգծելով, որ մեր երկրի համար այսօրեական նշանակություն ունի ախտաբանաանատոմիական համընդհանուր համակարգի ստեղծումը, որը պետք է լուծի ոչ միայն դիահերձման, այլ բժշկագիտական եւ առողջապահական համակարգի ավելի լուրջ խնդիրներ, օրինակ մահացածի ախտորոշման համար բուժումը ճիշտ է եղել, թե ոչ, ճիշտ կազմակերպել են, թե ոչ։ Սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված դպրոցներում մեծացել է աշակերտների բացակայությունների թիվը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են ներկայիս համաճարակային վիճակը վերահսկելի է, հետևաբար ուսումնական հաստատությունների փակման անհրաժեշտություն չեն տեսնում։ Փոխարենն արձանագրում են այն դպրոցներում, որտեղ բացակայությունների թիվը կգերազանցի 25%-ը, դպրոցը իրավունք կունենա որոշելու անցնել հեռավար կրթության, թե ոչ։ Թե ոնց են վերահսկում, ես չեմ տեսնում։ Այս պահին դպրոցներում ոչ միայն ունեն կորոնավիրուսի H1N1-ի ատիպի գրիպի տարածում, այլ նաև ունենք ջրծաղիկի տարածում, բավականին շատ դասարաններ կան, որ շուրջ 30%-ը երեխաների ջրծաղիկով հիվանդ են, եւ քանի որ ջրծաղիկի ինկուբացիոն շրջանը մի քիչ ավելի երկար է, մենք ունենալու ենք նաև այս ամենի հետ լայն տարածում ունեցող ջրծաղիկ
ծաղկի հիվանդացություն։ Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են, հիվանդանոցները խիստ բնակեցված, ասում է ոլորտի փորձագետը։ Իսկ ինչ անեն այն երեխաները, որոնք առողջական խնդիրների պատճառով շատ են բացակայում դասերից։ Պարզվում է, այս պարագայում չի փրկում անգամ բժշկի կողմից տրամադրված տեղեկանքը։ Բացակայությունն այդուհանդերձ նշանակվում է։ Առողջապահության նախարարն էլ օրեր առաջ հայտարարեց, որ խնդրին արդեն իսկ ծանոթ են։ Ծնողների մոտ ավելի շատ ուրեմն անհանգստությունն է, որ բացակայության քանակը անցնելու պարագայում ինչ է սպասում, ես կխնդրեմ Տիկին Անդրեասյանին նաև այս հարցին անդրադառնալ։ Մինչև գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ու կորոշեն խնդրի լուծման իրենց տարբերակը, շատ երեխաներ հատում են նախատեսված բացակայությունների շեմը, որի դեպքում կարող են ստիպված լինել վերաքննություն հանձնել։ Երեխաները տուժվում են բացակայությունների հետ կապված, այդ 60 ժամի կտրվածքը որ կա, դա շատ քիչ է։ Մանավանդ որ ֆորս մաժորային իրավիճակներ են լինում, դա հարգելի բացակայություն է ինչ-որ առումով, որովհետև դրա պատճառը կմաչույկը չի, ծնողի կամ աշակերտի։ Կարելի է ավելի ճկուն մեխանիզմներ ստեղծել օրենսդրական առումով, բացակայությունները մարելու ինչ-որ մեխանիզմ ստեղծել։ Բացառություն չեն անում բժշկական փաստաթղթերով բացակայությունները, որի արդյունքում դպրոցներում ծնողները ստիպված են լինում հաճախ հիվանդ երեխային ուղարկել կամ չեն ուղարկում, ուսուցիչները ստիպված են լինում չնշանակել այդ բացակաները, երեխան հիվանդանում է մի տեսակի վիրուսով, մի քանի օր հետո առողջացած վերադառնում է, վերցնում է արդեն ընկճված իմունիտետով մեկ այլ տեսակի վիրուսը ու այսպես process-ը երկարում է։ Փորձագետները նկատում են ստեղծված իրավիճակում խնդրի կարգավորման ամենաարդյունավետ տարբերակը գոնե երեխաների բացակայությունները հարգելի համարելն է, որ երեխան կարողանա լիարժեք բուժվել եւ վերականգնվել եւ միայն հետո վերադառնալ կրթական գործընթացին։ Ամեն խաղ ու պար չէ, կռիվ կամ թեկուս կենցաղավարման վիդեոդերային խաղերը դեռահասի մոտ ագրեսիվություն կարող են առաջացնել, մասնագետներն են գնահատում։ Նշում են անչափահասի դրսևորումները տարբեր կարող են լինել, ընդհուպ հասնել բարդ իրավիճակների, լուրջ պրոբլեմ է։ Պարբերաբար կրկնվող խաղերը, որոնք շատ կարևոր է նշել նաև, որ այդ ընթացքում անգամ երեխան կարող է չպատկերացնել, չտարբերակել իրականությունը երևակայական այդ աշխարհից, որովհետև մենք գիտենք, որ այդ վիրտուալ աշխարհի մեջ մենք ընկղմվում ենք, այդ ուղեղի առանձնահատկությունն է այդպիսին, եւ մենք դա կարող ենք ընկալել նաև որպես հենց հիմա իրականություն։ Եվ ինքը բնականաբար անընդհատ նույն գործողությունները կատարել է, այդ ագրեսիվ գործողությունները կարող են ֆիքսվել։ Կտրուկ քայլեր ձեռնարկելը, օրինակ երեխային միանգամից այդ խաղերը խաղալն արգելելը հոգեբանը սխալ է համարում։ Սա միայն այն դեպքում, երբ կախվածությունը չափից ավելի է եւ մասնագետն է ուղղորդում։ Իսկ եթե գործը դեռ դրան չի հասել, ինչպես այդ գործընթացը ճիշտ կազմակերպել։ Մասնագետն ասում է միանշանակ պատասխան չկա։ Բարդ հարց է, ընդ որում ամբողջ աշխարհի առջև դրված ու այսօրեական։ Շատ կարևոր է, որպեսզի անդադ չխլենք, աճ փորձենք անընդհատ ընդդիմանալ այն ամեն ինչին, ինչ տեղի է ունենում, օրինակ այդ թեկուզ խաղերի միջոցով որոշակի սահմաններ դնենք, որոշակի ժամանակահատված սահմանենք եւ փորձենք երեխաների մոտ ձևավորել այլ հետաքրքրություններ իրական կյանքի հետ կապված։ Անհրաժեշտ է շփումների ավելի լայն հնարավորություններ ստեղծել, ընդ որում ինչպես տարեկիցների, այնպես էլ հենց ընտանիքի անդամների հետ, օրինակ է բերում հոգեբանը։ Իրեն որ համատարած դա կատարվի, ոչ թե մեկ արգելի երեխային, այդ երեխան կարող է մի օր լսի, 5 օր լսի, 2 ամիս լսի, երրորդին արդեն ինքը գտնի այլընտրանք, որտեղ բոլորը հետաքրքիր խաղում են կամ օնլայն խաղում են, իրար հետ շփվում են, ինքը չկա դրա մեջ։ Հայաստանում հիշեցնեմ, գadgetներից կախվածություն ունենալու խնդրով բժիշկներին դիմողներն ավելացել են, եւ մասնագետները տեղեկացնում են, որ գնալով այս թիվը միայն աճում է, ինչը վերջիներից գնահատմամբ իսկապես մտահոգիչ է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի եւ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներից հետո մարտի 5-ին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզում անչափահաս տղան մեքենա է վարում։ Պարեկները կարճ ժամանակում հայտնաբերել են կասկածելի Ford Fusion-ը։ 16-ամյա վարորդը Էրիկը վարորդական վկայական չի ունեցել։ Մեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։
Սա Երևան-Գյումրի ճանապարհին է, հայտնի Հոռոմի խաչմերուկ, այստեղ հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ներ, վերջինը օրեր առաջ էր։ Խաչմերուկը տևական ժամանակ է բարեկարգվում է, իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնել էր շուտով կհանձնվի շահագործման, բայց այդպես էլ հետաձգվում է, ավելին այստեղ լույսեր տեղադրված չեն, ինչը հատկապես գիշերը վարորդների համար դժվարություններ է առաջացնում։ Գոնե հիմա հարգելի պաշտոնյաներ, հարգելի պատասխանատուներ, խնդիրը լուծեք, ապահովեք անհրաժեշտ պարագաներով եւ հրատապ լուծեք այս ճանապարհի, այս խաչմերուկի կահավորման, շահագործման խնդիրը։